Ապրիլից մեկնարկել է վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը։ Այդ բանակցությունների սկիզբը 2024 թվականի դեկտեմբերին էր։ Մինչև հունիս կմշակվի եւ կներկայացվի գործողությունների ծրագիր։ Այնուհետև Երևանը պետք է կատարի իր առջև դրված խնդիրները եւ հանդես գա զեկույցներով։ Բոլոր խնդիրները կատարվելուց հետո կսկսի վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը։ Ապրիլին լրագրողներին ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով Հայաստանի եւ Եվրամիության միջազգային վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է 4-5 տարի տևել։ Վերջին 2 տարիներին հայաստանցիները պարբերաբար դժգոհում են վիզաների տրամադրման գործընթացի խնդիրներից։ ԵՄ մեկնելու համար Շենգեն վիզան որոշ դեպքերում մերժվում է։ Մյուս դեպքերում դեսպանատաններում գրանցվելն է երկարատև գործընթաց դարձել։ Armenia Today նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե դիմել են Շենգենյան գոտու վիզա ստանալու համար, ինչպես են գնահատում վիզայի տրամադրման գործընթացը, ինչն էր իրենց համար ամենաբարդը վիզայի ստացման ճանապարհին եւ ինչ են ակնկալում վիզաների ազատականացումից։ Հնարավոր համարում են, որ գործընթացը հաջողության հասնի։ Հնարավոր լինի ԵՄ-ի տարածք մեկնել առանց վիզայի։ Այո, դիմել եմ։ Ինչ կասեք գործընթացի մասին։ Հերթերը շատ են, հերթագրվելը շատ դժվար է, գործընթացը ինքն իրեն արդեն ավտոմատ ստացվում է։ Հերթերն են շատ, որը որ չես հասկանում, արհեստական է, թե իրոք այդպիսին է։ Իսկ հնարավոր համարում եք, որ առաջիկայում հանվի այդ ԵՄ վիզայի ազատականացում, ահա, եւ լինի ազատ մուտք, կարողանաք ազատ մուտք գործել ԵՄ տարածք։ Եթե անգամ էլ դա լինի, ոչ մոտակա ապագայում, իմ կարծիքով, որտեղ դա բավականին երկար ու բարդ գործընթաց է։ Ամեն դեպքում մյուս երկրների օրինակները ցույց է տալիս, որ դա շատ արագ չի ստացվում։ Երբևէ մտքովս չի անցնում։ Չեք սիրում ճամփորդել։ Բացարձակ, իմ հայրենիքը շատ լավն է, գեղեցիկ է։ Կարծում եմ չեմ ստանա, դրա համար չեմ դիմում։ Ինչու՞ չեք ստան։ Որովհետև ունենք տուն, որը մեր սեփականն է, բայց չունի վկայական սեփականության։ Այսպիսի հարցեր կան։ Այսինքն դեռևս կան խնդիրներ։ Այո, դեռևս կան խնդիրներ, բայց մեծ ցանկություն կա ճամփորդել Եվրոպա, եթե մի քիչ ավելի հեշտ տանա վիզայի ստացման process-ը, հնարավոր է դիմեմ եւ ճամփորդեմ։ Իսկ հնարավոր համարում եք, որ առհասարակ բացառվի վիզան, այսինքն հանվի եւ հեշտ լինի ԵՄ տարածք մուտքը։ Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Ճիշտ ասած, միշտ ինձ հարցնում են, ինչի՞ չես գնում Եվրոպա, միշտ ասում եմ, սպասում եմ այդ օրվան, որ կարող է մի օր հանվի, վիզայի գործընթաց չլինի եւ սիրով ճամփորդենք դեպի Եվրոպա։ Այո, մարդիկ կան ստացել են ու կարծում եմ բարդ չի, արդեն վերջերս Հայաստանից շատ են գնում թեպի Եվրոպա տարբեր երկրներ եւ կարծում եմ շատ լավ բան է, որ մենք արդեն կարողանում ենք այդ հեշտությամբ լինի, էլի, եթե իրոք տենց է։ Իսկ հնարավոր համարում եք, որ կարողանանք հաջողության հասնել եւ այդ ԵՄ մեկնելը դառնա առանց վիզայի։ Չեմ կարծում կլինի։ Ինձ ումա մի քիչ բարդ հարց է, էլի։ Գործընթացի։ Այո, երկար կտևի, կարող է մի շատ տարիներ, բայց ինչու որ լավ է մեր ժողովրդի համար, մեր երկրի համար, ես հուսով եմ դա կլինի։ Ասում եմ, որ բարդացել է։ Ինչու՞ է Վիզաստանում։ Չգիտեմ, ճիշտ ասած չեմ դիմել։ Դիմել են եւ ամեն ինչը օրինավոր եղել է։ հեշտ եմ ստացել։ Չեմ կարող ասել, հեշտ են ստացել։ Հերթեր։ Օրենքով ամեն ինչը ըստ կանոնակարգի գնացել է։ Իսկ հնարավոր համարում եք, որ գործընթացը հաջողության հասնի եւ ԵՄ տարածք մեկնելը լինի առանց վիզայի։ Չեմ կարող դա ասել։ Անցել հարցին չեմ կարող պատասխանել, ջանիկս։ Բայց եղել եմ շատ երկրներում, միշտ ինչքան գնացել եմ, ամեն ինչը նորմալ եղել է։ Անցել են եւ գնացել են։ Հերթեր շատ են եղել կամ դժվարացել են, թե հեշտ է ստացել։ Այդպես մանրամասը չգիտեմ, բայց եղել են մարդիկ, որ դիմել են, շատ հաջողակ անցել է։ Դիմել ենք, մերժվել ենք 2 անգամ Ամերիկա։ Ինչու՞, ինչու են մերժել։ Չգիտեմ, դուրները չեմ եկել երևի։ Իսկ ունեք ծանոթները, որ վերջերս դիմել են եւ ստացել են։ Չունեմ, չէ։ Ինչ եք ուզում։ Հետո գործընթացը ինչպես է տեղ ունենում, հեշտ է, դժվար է, թե հերթերն են շատ, դրա մասին ենք հարցնում։ Չգիտեմ։ Նոր չեմ անցել ես, տարիներ առաջ եմ անցել 2 անգամ եմ մերժում եմ ստացել։ Նոր ուզում եմ գնամ, բայց վախում եմ էլի գնամ, էլի մերժվեմ։ Այո,
Թուղթերն ուզեցի պետք է ներկայացնեն, որ ներկայացրել են եւ սպասում են, որ ստանան։ Այո։ Պատմեք Անցյալ տարի։ գործընթացի մասին։ Հեշտ էր, դժվար էր։ Հեշտ էր, քանի որ գործնական էր այցը ու հրավեր ունեի, այդպես հեշտ ստացել եմ։ Իսկ առհասարակ հերթեր կան։ Ես չեմ բախվել նման խնդրի կոնկրետ Իտալիա գնալու համար, ոչ մի դժվարություն չեմ ունեցել, ինչը զարմանալի է, գիտեմ, բայց չեմ ունեցել։ Իսկ ունեք ծանոթներ, ովքեր պատմել են, գնացել են, հեշտ է ստացվել, դժվար է։ Մենք մի քանի հոգով ենք դիմել ու հեշտ ստացել ենք։ Հիմա գիտեմ, որ բարդությունները շատ են։ Չնայած ես դա խոսում եմ անցյալ տարվա մասին, որ հեշտությամբ ստացել ենք ու մեկնել ենք։ Հավատում եմ, որ կլինի վիզաների ազատականացում, հիմա դրա համար կարծես թե ամեն բան արվում է, գործընթացը այո ընթացքի մեջ է ու հավատում եմ, որ կստացվի, մի օր կլինի։ Դիմել եմ ու մերժվել եմ 3 անգամ։ Ինչու։ Չգիտեմ։ Իսկ դժվար է գործընթացը տեղի ունենում։ Ինչի՞ է դժվար, երեխեքս տվին, որ էթայի չթողեցին, մերժում են, բայց պատասխանել չի տալիս ինչի համար։ Հավատ չեք ներշնչվի։ Հա։ Էդի արդեն չգիտեմ էդի որն է։ Իսկ հերթերը շատ են։ Հա։ Ֆրանսիային եմ դիմել շատ են։ Այո։ Կասեք ինչպես է գործընթացը իրականացվում, հեշտ էր, դժվար էր։ Բավականին շատ հեշտ է, եթե տևել կանոններին ու բոլոր, ասենք, պահանջված գործողությունները անել, նախորոք պատրաստվել, ինձ թվում է դժվար չէ։ Մենք մերժում իմ ընտանիքը մերժում չի մերժվել, հա։ Իսկ հերթերը շատ էին։ Ինձ թվում է նայած ինչ երկիրների միջոցով եք ստանում, շատ են, բայց արագ է սպասարկում։ Ասենք, հա, հերթե, նաև գրանցումը, ասենք, չես կարող քո ցանկացած օրը գրանցվես, բայց ամեն ինչ հնարավոր է ու Իսկ հնարավոր համարում եք, որ երբևէ վիզաների ազատականացում կլինի, այսինքն առանց խոչընդոտների, առանց վիզայի կարող ենք մեկնել Եվրոպա։ Իհարկե, ինձ թվում է շատ լավ կլինի, բայց նայած մենք բացի ինձ թվում է բացասական կողմեր էլ կունեն այդ հարցը հաստատ, որովհետև երկրից կարող ավելի հեշտ լինի մեկնելը ու կարող է անօրինական դեպքեր շատ լինեն, երբ որ մարդիկ գնում ու մնում են refugee էլի, որպես որ հանձնում են եւ այլն, տենց դեպքեր կշատանան ինձ թվում է, բայց ընդհանուր ճամփորդության համար շատ լավ միտք է, ինձ թվում է Հայաստանում հնարավորությունների խնդիրը շատ սուր է, ու մարդիկ երկրից արտերկիր չեն տեսել, արտերկրներ շատ լավ կլինի, որ իրենց գաղափարը մարդիկ լայնացնեն ու հասանելի լինի ոչ միայն, ասենք, ինչ ասեմ, թանկ է, էլի ամեն ինչը քիչ չարժի այդ ամեն ինչը, հա։ Բազմիցս դիմել եմ, ամեն անգամ ստացել եմ 5 օր, 6 օր, 10 օրյա վիզաներ, վերջերս ստացել եմ 3 տարվա բազմանկամյա օգտագործման վիզա, ուստի այլևս այդ խնդիրը չի լինի, բայց հավատացեք, խնդիրներ միշտ լինում է, այդ ահավոր հերթերը, գումարներ, prime time վերցնելու համար, այսպես։ Իսկ հնարավոր համարում եք, որ երբևէ վիզաների ազատականացում կլինի եւ հեշտ կարող ենք մեկնել, առանց վիզայի կարող ենք մեկնել Եվրոպա։ Իհարկե հաշվի առնելով այսօրվա մեր արտաքին քաղաքականության դոկտրինի փոփոխությունը գուցե եւ, բայց դա մոտ ապագայում չի շոշափվում։ Այո։ Ինչպես է ստացվում գործընթացը։ Հեշտ է թե։ Վերջին անգամ 18 թվականում ա եղել, ամերիկյան եմ դիմել, նորմալ շատ արագ։ Իսկ վերջին տարիներին ունեք ծանոթներ, ովքեր դիմել են, ստացել են, չեն ստացել։ Հիմնականում շատ դժվար է իտալական, իսպանական դեսպատաները օր վերցնել, իսկ գերմանականը ընդհանրապես ես դիմել եմ հոկտեմբերի ամսին միջև մի օր չեմ նշանակել։ Իսկ հավատում եք, որ երբևէ վիզաների ազատականացում կլինի։ Իհարկե ամեն ինչ փոխվում է, մի օր էլ մենք կարող է այդ գոտի կարողանանք ազատ գնանք։